Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հարկի տակ մարտի 11-ին նշվեց մանկավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր, տեսաբան, մանկավարժ, երաժշտագիտության դոցենտ Հայկուհի Հակոբյանի ծննդյան հոբելյարը։ Միջոցառմանը ներկային դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ։ Ներկաները հոտնկայս ունկնդրեցին ինստիտուտի հարազատ դարձած հիմնը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը եւս Հայկուհի Հակոբյանն է։ Բեղուն աշխատանքային գործունեությանը զուգահեռ Հայկուհի Հակոբյանն արդյունավետորեն ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում, սակայն նախընտրելի ոլորտներն են նվագարանային եւ վոկալ երաժշտությունը։ Նրա ստեղծագործություններից շատերը կատարվել են թե Երևանում, Գյումրիում, Վանաձորում, թե արտասահմանում։ Օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով, Հայկուհի Հակոբյանը վայելում է եւ ուսանողների եւ դասախոսական կոլեկտիվի սերն ու համակրանքը։ Այս ամենը եղել է անակնկալի ձևով, քանի որ ինքը լինելով համեստ փակ անձնավորություն, միշտ այսպես շատ համեստ է հանդես եկել եւ գրեթե բոլորը զարմացած է, որ այսօր նա ունի այդպիսի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք կհնչեն եւ այսօր եւ դավիճի հնարավորություններ այսպես մեզ չեն ներում, որպեսզի հնչեն սիմֆոնիկ կատարումները, միգուցե բախ վիճակի հետագայում հանդիսատեսը ունի նաեւ այս ամենը արվել է շնորհիվ մեր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Պարոն Խաչատրյանի, ինչպես նաեւ մշակույթի բաժնի, մանկավարժության ֆակուլտետի եւ արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ։ Օրվա հոբելյանին նորանոր ստեղծագործական վերելքներ մաղթեց նաև Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը։ Միջոցառումը արժանի է, թերին է արժանում, որտեղ այն վերաբերում է մեր ինստիտուտի համար շատ կարևոր ներդրում ունեցող մի անձնավորության, դա Հայկուհի Հակոբյանն է։ Ուզում եմ շնորհավորել ձեզ, Տիկին Հակոբյան, այս արժանի տեսանյութ, արժանի տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ հուսալ, որ ձեզ ստեղծագործական վերելքները վկա կլինենք եւ ուզում եմ հուսալ, որ ամբիոնը եւ մասնագիտության ուսանողները անպայմանորեն ըստ արժանային, ինչպես որ ինստիտուտի վայել նման կեցվածք հանդես կբերեն։ Շնորհավորում եմ ձեզ։ Մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանի հավաստմամբ Հայկուհի Հակոբյանը բեղուն աշխատանքային գործունեությանը զուգահեռ հիանալի անձնավորություն է, իդեալական կնոջ կերպար։ Եվ ես նայեցի, փորձեցի ես ինքս ներկայացնել նրան, նրա վաստակը, նրա անցածողին, տեսա, որ դիլետանտություն կլինի, եթե ես փորձեմ, որտեղ նրա վաստակը իրոք խիստ պրոֆեսիոնալ է, ոչ միայն հանրապետությունում, այլ հանրապետությունից դուրս արդեն ճանաչում ստացած, իր կոմպոզիտորական գործունեության ընթացքում նա այնպիսի կտավներ է երաժշտության լեզվով ստեղծել, որոնք քննություն են բռնել արտերկրում։ Հայկուհի Հակոբյանին իրեն շնորհավորանքի եւ բարեմաղթության խոսքերն ուղղեցին նաեւ ուսանողները, ովքեր եւս գնահատում են վերջինիս վաստակն ու գործունեությունը։ Երաժշտական կրթություն երկրորդ կուրսի ուսանողի Մոնիկա Նազարյանը ուսանողների անունից շնորհավորեց եւ հուշանվեր հանձնեց սիրելի դասախոսին։ Թող ձեր աչքերը միշտ արտացոլեն հանկարծ սիրո բույրը։ Ձեր աչքերը փռվեն հաջողության զննուղտ գորգերը ու թող միշտ լինեք առողջության երկրում։ Ցանկանում ենք, որ ձեր ուսանողները իսկապես գնահատեն ձեր աշխատանքը եւ որ ձեր նուրբ քնքուշ հոգին միշտ փառավորվի ձեր սիրելի ուսանողներով, նրանց հաջողություններով։ Միջոցառման ընթացքում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի երգչախումբը, արվեստի ամբիոնի դասախոսներն ու ուսանողները կատարեցին Հոբելյանի հեղինակային երգերից Հայաստան, Վերածնունդ, Աղոթք եւ այլն։ Կատարումներն ուղեկցվում էին ծափերով, բեմը լցնում գեղեցիկ ծաղիկներով։ Իր համեստությամբ միշտ աչքի ընկնող կոմպոզիտորը միջոցառման վերջում կիսվեց տպավորություններով եւ շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, ինչպես նաեւ ներկաներին հրավերը հարգելու համար։